Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը սկանդալ է դարձել ոչ միայն հայկական Սփյուռքում, այլև միջազգային մեդիայում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի քայլն աղմուկ է բարձրացրել համաշխարհային մամուլում։ Reuters-ը, CNN-ը, New York Times-ը, Associated Press-ը, Wall Street Journal-ը, Hill-ը գրում են, որ Միացյալ Նահանգների փոխնախագահի խոսքով ցեղասպանության հուշահամալիր այցով ցանկացել է հարգանքի տուրք մատուցել 1915-ի զոհերի հիշատակին, սակայն հետո ջնջել է այցին նվիրված գրառումը։ Զվարթնոց օդանավակայանում լրագրողը հարցրել է, արդյոք կարևոր էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն ու արդյոք դա նշանակում է, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը։ Վենսը հարցին պատասխանել է առանց ցեղասպանություն եզրույթն օգտագործելու։ Երբ մենք խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ այս վայրը շատ կարևոր է իրենց համար։ Ես առաջին փոխնախագահն եմ, որն այցելում է Հայաստան։ Նրանք խնդրեցին այցելել այդ վայրը։ Իրոք սա ամենասարսափելի բանն է, որ տեղի ունեցել ավելի քան 100 տարի առաջ։ Սա շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով։ Կարծում եմ, սա հարգանքի տուրք է զոհերին, ինչպես նաև շատ կարևոր է Հայաստանի կառավարության համար, որպես մեր կարևոր գործընկեր։ Associated Press-ը գրել է, որ խնդիրը հայոց ցեղասպանություն եզրույթն էր, քանի որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատմականորեն չի օգտագործել այն բացառությամբ Բայդենի վարչակազմի։ Փորձելով թուլացնել լարվածությունը, Վաշինգտոնը մեղադրել է Վենսի աշխատակազմին։ Փոխնախագահի գրասենյակը հայտնել է, որ հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը սխալմամբ ուղարկել է աշխատակազմի անդամներից մեկը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների պատվիրակության կազմում չի եղել, գրում է ամերիկյան Bloomberg պարբերականը։ Վենսի խոսնակը նշել է, որ X-ի էջը վարում է անձնակազմը եւ այն հիմնականում փոխնախագահի գործունեության լուսանկարներն ու տեսանյութերը տարածելու համար է։ Սկանդալային քայլի մասին France Press-ի լրագրող Դենի Քեմփը փորձել է մեկնաբանություն ստանալ Սպիտակ տան խոսնակից։ Փոխնախագահը հայոց ցեղասպանության մասին գրառում էր կատարել, այնուհետև ջնջել։ Անցյալ շաբաթ էլ նախագահ Թրամփն Օբամայի մասին ռասիստական տեսագրություն էր տեղադրել, այնուհետև ջնջել։ Սպիտակ տունը կրկին մեղադրել էր աշխատակազմին։ Արդյոք Սպիտակ տունն այս պահին խնդիր ունի սոցիալական ցանցերի հետ կապված։ Որևէ խնդիր կա ավտոմատ հրապարակման հետ, ինչը հանգեցնում է նման սխալների։ Ոչ, չկա, այս պահին մեր քաղաքականությունում որևէ փոփոխություն չկա։ Վենսի սոցիալական էջից գրառման անհետացումը խիստ քննադատության է արժանացել նաև Կոնգրեսում։ Երևույթը հիասթափեցրել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսիին։ Խորապես հիասթափեցնող է, թեև ոչ զարմանալի։ Տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ընդունող գրառումը։ Պատմության ջնջումն անարգում է զոհերին եւ թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ։ Փելոսին հիշեցրել է 2022-ին Կոնգրեսի պատվիրակության Հայաստան ու մասնավորապես Ծիծեռնակաբերդ այցն ու հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները։ Նա ամոթալի է որակել դեմոկրատների օրոք ճանաչված հայոց ցեղասպանությունից հրաժարվելու հանրապետականների քաղաքականությունը։ Սա եւս մեկ կապիտուլյացիա է Թուրքիայի առջև, այնպիսի անփույթ ձևով, ինչը կարող է խորացնել այս վարչակազմի դեմ քննադատությունը մարդու իրավունքների եւ ճշմարտության հարցում նահանջի համար։ Այս մասին գրառում է արել դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը։ Սուր քննադատություններ են հնչեցրել նաեւ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը եւ այլ կոնգրեսականներ։ Գրառման անհետացումը լուրջ հարված էր հայկական Սփյուռքին։ Հայ դատի Վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի խոսքով Թուրքիան անխոնջ նվաստացնում է Միացյալ Նահանգներին։ Նրա պնդմամբ լրջորեն մտահոգում է այն, որ ականատես ես լինում, թե ինչպես է Վենսը, մի մարդ, որը բարձրաձայն իր համերաշխությունն է հայտնում հալածանքների ենթարկված քրիստոնյա զոհերին, արտաքին ճնշման տակ նման թուլություն է ցուցաբերում։ Այս սկանդալի ֆոնին Բաքվում Միացյալ Նահանգների փոխնախագահն Ալիևի հետ քննարկել է նաև իրենց ձևակերպմամբ բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Ամերիկյան կողմը սակայն չի մանրամասնել ինչպես է արձագանքել Բաքուն եւ կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։